Ուշ թե շուտ գալու է միջնորդի ժամանակը ու երկկողմ երկխոսել որոշած Երևանին ու Բաքվին ամեն դեպքում երրորդ կողմ է պետք լինելու, որովհետև պարզ է առաջ չի գնում խաղաղության գործընթացը, կարծես փակուղի է, իսկ գերտերությունները չեն զլանում օգնության ձեռք առաջարկել, եւ ուրեմն ով կձգտի Հարավային Կովկասի այս հակամարտությունը լուծելու առաջամարտիկը լինել։ Ցանկացողները քիչ չեն, բայց նպատակներն իհարկե սեփական շահերն են։ Այս փուլում չի ստացվում այդ երրակողմ ֆորմատի ներքո Հայաստանին ու Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ դրանից նաեւ օգտվում է Ադրբեջանը։ Իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց բարձրացնել եւ նաեւ խուսափել այդ ձևաչափի ներքո անցկացվող բանակցություններից։ Բայց դա ինչ-որ մի փուլում իհարկե լինելու է։ Իմիջիայլոց հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այն ձևաչափերից է քիչ, որտեղ որ Ռուսաստանը եւ Արևմուտքը հաջողությամբ համագործակցել են եւ նաեւ դա մի հարթակ է, որտեղ որ կողմերը կարողանում են իրար հետ խոսել։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ միտում դա կվերականգնվի եւ իհարկե առանց միջնորդների հայ-ադրբեջանական գործընթաց, գործընթաց չի կարող լինել։ Այս առաջ չգնացող բանակցությունների Մինսկի խումբը լուծարելու անդադար պահանջների ֆոնին տարածաշրջանում ակտիվ են թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը։ Ով հեռահար նպատակներ ունի Հարավային Կովկասում, այսպես ասենք, ում ազդեցության գոտին է լինելու մեր տարածաշրջանը։ Համենայն դեպս Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանում օրերս դարձյալ առաջ բերեց 3 գումարած 3 հարթակը։ Դրան զուգահեռ Վաշինգտոնից պետքարտուղարի մակարդակով պարբերաբար են հայտարարություններ հնչում։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է խորացնել համագործակցությունը Բաքվի հետ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ բարգավաճ ապագա ապահովելու համար։ Այն, որ Թրամփի վարչակազմը Բաքվի հետ վատ հարաբերություններ չունի, պարզից էլ պարզ է, ասում է քաղաքագետը։ Համեմատում Բայդենի պաշտոնավարման օրերի հետ, ասում է, այդ ժամանակ կտրուկ ջանքեր էին գործադրվում Հայաստանին, այսպես ասենք, Ռուսաստանից պոկելու։ Հիմա թեև Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար Սպիտակ տունը փորձեր անում է հակամարտությունը բռի մեջ պահել, միևնույն ժամանակ ըստ քաղաքագետի ավելի լուրջ հարցեր ունի օրակարգում, ավելի կարևոր իր համար։ Չեմ ասում, թե իրենց համար ընդհանրապես նշանակություն չունի Հարավային Կովկասը։ Իհարկե ունի, բայց ուզում եմ ասել, որ այն մեծ դիմակայությունը, որ կար նախկինում, հիմա չկա, մի փոքր թուլացել է։ Դա նաև Ադրբեջանում են հասկացել եւ Բայդենի կառավարման վերջի ժամկետում ադրբեջանական մամուլում իշխանական փոխագետները բաց տեքստով ասում են, որ մի քիչ էլ դիմանանք, կգա Թրամփը եւ այլևս Ադրբեջանի վրայից ճնշումները կընկնեն։ Այս դեպքում ով կդառնա Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հնարավոր միջնորդը, երկրորդ շունչ կտրվի 3 գումարած 3-ին, թե Ռուսաստանը կփորձի մենակ խաղալ։ Գուցե ամեն դեպքում Վաշինգտոնը կվերանայի դիրքավորումը։ Փորձագետները չեն շտապում միանշանակ ենթադրություններ անել, հարցը բացառապես կապում են Ռուսաստան, Ամերիկա, Ուկրաինա բանակցային ընթացքի հետ։ Տիգրան Միկուրյանի, ժամը լրատվական։